Բարի երեկո ձեզ հայրենակիցներ, ուրեմն շարունակում ենք Հայացք Երևանից հաղորդաշարի հերթական հաղորդումը։ Ուրեմն ինչպես եւ խոստացել էինք նախորդ օրերին, ուրեմն այս անգամ հաղորդումը նվիրվելու է մեր ժողովրդի եւ մեր պետականության ուրեմն ճակատագրում կարևորագույն դեր խաղացող մի պայմանագրի ընդհանուր գնահատականին եւ նրա պայմանագրի վերաբերյալ իրական տեղեկատվության, որը հանրությանը մեր բավականին քիչ է հայտնի, բայց այդ պայմանագիրը կա, աշխատում է այսօր եւ այդ պայմանագիրը պայմանավորում է միջազգային հարաբերություններում Հայաստանի այսօրվա հանրապետության արտաքին հարաբերությունները եւ էականորեն ազդում է բնականաբար երկրի ներքաղաքական կյանքի վրա։ Ինչ նկատի ունեմ։ Ուրեմն դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կամ եթե չգիտեք, իմացեք, այն վիճակը, ինչ որ այսօր արկա է որպես աշխարհագրական տարածք, որպես 29 ամբողջ եւ այլն այդ հարյուրթական տարածք չի ձևավորվել այսօր, դա այսօրվա բան չի, այլ ձևավորվել է, հիմքը դրվել է 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրով, որը այնուհետև, որի մասին ես անգամանորեն կասեմ, որի ուրեմն պայմանագրային կետերը հետո ուրեմն ամրագրվել են եւ Հայաստանի Հանրապետության համար միջազգային ինչի ձևերով օրենքի են վերածվել 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարծի դաշնագրով, այդպես էլ կոչվում է Կարծի դաշնագիր, որի մասին քիչ է խոսվում, բայց եթե ուզում ենք հիմա դուք երևի կհամոզվեք, երբ որ ես ձեզ բացատրեմ, թե այն վիճակը, ինչ որ առաջացել է 44-օրյա պատերազմի հետ, այս պայմանագրի հետ ուղղակի կապ ունի եւ մեր տարածքը մոտավորապես այնքան է ստացվել, ինչքան էր Կարծի դաշնագրով։ Դառնալ բան եմ ասում, բայց չզարմանաք։ Ուրեմն սկսենք դրանից մի քիչ հեռու հիմքերը բացահայտելուց այդ հարցի, որպեսզի մենք դրամաբանությունը եւ պատմական զարգացումը տեսնենք, որը տեղի ունեցել ցեղասպանությունից հետո Հայաստանի ուրեմն պետականության եւ հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված իրադարձությունների հետ։ Ուրեմն այսպես 1918 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության առաջին ազգային ժողովը հայտարարեց Հայաստան ազատ անկախ հանրապետություն։ Ուրեմն մեր պետականության սկիզբը նորագույն շրջանում այդ թվականից է ուրեմն կյանքի կոչվում եւ այդ ուրեմն շրջանից է, որ նորագույն շրջանում Հայաստանի պետականությունը կյանքի է կոչվել եւ հիմնադրվել է հանրապետության առաջին հանրապետությունը։ Սարդարապետից հետո, գիտեք, որ այդ Սարդարապետից հետո էր, որ բառացիորեն առանց որևէ մեկի օգնության, ուրեմն Հայաստանը կարողացավ հռչակել իր պետականությունը, հետո դառնալ միջազգային իրավունքի արժանապատվար սուբյեկտ։ Այդ հանրապետությունը ուրեմն Սարդարապետից հետո ուներ մոտավորապես ուրեմն 11000 քառակուսի կիլոմետր, 18 թվականի մասին է խոսքը, եւ հանրապետությունը շրջափակված էր Երևանի ու Էջմիածնի, Սևանի լճի, Սևանալճի մոտավոր հատվածում, բայց հետո հանգամանքների միջազգային իրադրությունը թույլ տվեց եւ Հայաստանի Հանրապետությունը ընդարձակվեց եւ ըստ էության արդեն 20 թվականի օգոստոսին, սա շատ կարևոր է այս բացատրությունը, որովհետեւ հասկանանք հետո իմ ասած Կարծի դաշնագրի իմաստը։ Ուրեմն արդեն 20 թվականի օգոստոսին հանրապետությունը կար, ուրեմն Անտանտի դիտվում էր կրտսեր պաշտոնապես դաշնագից պետություն, որոշ գնահատականներով Հայաստանի Հանրապետություն այդ շրջանում 65-ից 71000 քառակուսի կիլոմետր տարածք էր։ Ինչու եմ ասում այդ թիվը նշում, որտեղ ժամանակի ընթացքում շատ արագ սահմանների ընդարձակման պատճառով Հայաստանի Հանրապետության, ուրեմն այդ թվերը փոխվում էին, ընդ որում այդպիսի հեղեղուկ վիճակ էր նաեւ Վրաստանի շուրջ, այդպես էր նաեւ նորընծա ուրեմն երբևէ պետություն չունեցած կովկասյան թաթարների հռչակած Ադրբեջանի Հանրապետությունը։ Այսպես ուրեմն 20 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետությունն արդեն նորմալ պետություն էր, միջազգային հարաբերությունների առումով մինչև օգոստոսի 10-ը, որ Սևրի դաշնագիրը ստորագրվեց մի կողմից նաև օգոստոսի 10-ին ստորագրվել էր
ուրեմն հայ-ռուսական հարաբերությունների ամբողջականությանը վերաբերող մի դաշնակիր նորից ամսի 10-ին էր։ Ուրեմն դետալների մեջ չեմ մտնում, ասեմ, որ այդ շրջանում արդեն Հայաստանի առաջին հանրապետությունն ուներ ուրեմն 4 նահանգ, որը ուրեմն աճել էր մեր ազգային բանակի գործողությունների շնորհիվ, մեր ժողովրդի տոկունության շնորհիվ, բայց նաև Անտանտի գլխավոր տերություն ուրեմն Անգլիայի եւ նրա դաշնակից Ֆրանսիայի ջանքերով։ Ուրեմն 4 նահանգներ կար։ Ուրեմն ասեմ հետեւյալը, որ 19 թվականի ապրիլին էր, երբ անգլիական բանակի օժանդակությամբ, նորից կրկնեմ, որ Անգլիան այդ ժամանակ Անտանտի գլխավոր պետությունն էր, այսօր ինչպես Արևմուտքի գլխավոր պետությունը դիտվում է Միացյալ Նահանգները, բայց նա պաշտոնապես էր գլխավոր տերություն եւ Հայաստանը դաշնակից պետություն էր դիտվում։ 19 թվականի ապրիլին, սա շատ կարևոր հանգամանք է, հիշեք, որ Հայաստանի Հանրապետությունը անգլիական զորքի միջոցով եւ օգնությամբ հայկական բանակի գործողություններով իրեն միացրեց նախկին ցարական Ռուսաստանի ուրեմն Կարսի նահանգը, Արդահանի նահանգի զգալի կամ հիմնական մասը, ուրեմն Օրթի, Սարիղամիշ եւ այլն։ Եվ սա անգլիացիների օգնությամբ կարևոր է դրա մեջ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հռչակվեց նաեւ ռուսական պայսառության երկու խոշորագույն ուրեմն ամրոցներից մեկը, Կարսի ամրոցը։ Դա գեր ժամանակակից ամրոց էր, իր զինվածության իմաստով բոլոր չափորոշիչներով եւ մի խոսքով 26 թվականի ուրեմն 19 թվականի կարծեմ ապրիլի 24-ին էր թե 25-ին իմաստով այդպես էր, հայկական զորքերը մտան Կարսի ամրոց եւ վերջաբար զորք առաջացավ։ Նույն օրերին էր նաեւ, որ ուրեմն անգլիացիների որոշումով եւ մեր ժողովրդի կամքով, մեր բանակի գործողություններով Հայաստանի առաջին հանրապետությանը միացրեց նաեւ այն ժամանակ Նախիջևան, Շարուր ուրեմն կոչվող այն հատվածը, որը հետագայում վերածվեց Նախիջևանի ինքնավար հանրապետության Ադրբեջանի տարածքում, բայց արդեն սովետական շրջանում։ Ուրեմն անգլիացիների օժանդակությամբ եւ Կարսը եւ Նախիջևանը հայտարարվեցին Հայաստանի Հանրապետության անբաժան մասեր։ Ուրեմն եւ Հայաստանը դարձավ ըստ էության ընդարձակ մի պետություն, որտեղ ուրեմն կարծես թե հայությունը գտնում էր իր հանգիստը, ստեղծվել էր պետականություն եւ այլն, էլի, նորմալ բան էր։ Բայց հետո տեղի ունեցավ եւ այդ ժամանակ միջազգային հարաբերությունների առումով Հայաստանը կարծես թե վերելք էր ապրում այն բարակայով, որ Արևմուտքի դաշնակիցները ճանաչում էին Հայաստանի Հանրապետությունը, նրա տարածքի ուրեմն սահմանները ճիշտ է ճշգրիտ որոշված չէին, բայց հայկական զինական ուժը մոտավորապես ասվածս բոլոր ուրեմն 4 նահանգներում իրական տեր էր, իսկ այն ժամանակ, որ պետության բանակի զորքեր որտեղ որ էին, այնտեղ էլ դիտվում էր այդ պետականությունը, ուրեմն որևէ բան չկար այստեղ հակասություն իրականության եւ ուրեմն իրական ձեռքբերումների միջեւ։ Ուրեմն այստեղ ինչն է կարևոր։ Կարևորն այն է, որ Արևմուտքը Կարսի նահանգը եւ Նախիջևանը դիտում էր Հայաստանի Հանրապետություն, իսկ մայր բուն Հայաստանը այդ իմաստով դիտվում էր ցարական ուրեմն կայսրության Երևանի նահանգն ամբողջապես։ Եվ այսպես հետո իրադարձությունների ընթացքը փոխվեց, գիտեք, Սևորայում դաշնագիրը ստորագրվեց, որը գործողության ընթաց չունեցավ։ Միջազգային իրադրությունների կտրուկ փոփոխության պատճառով, իսկ 20 ուրեմն թվականի սեպտեմբերի 26-ին կամ 27-ին հիշեք թիվը Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվեց 26-ին, մոտավորապես ուղիղ նույն օրը, ուրեմն տեղի ունեցավ քեմալական կոչվող բանակի հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, որը արդեն պայմանավորվածություն ուներ Ռուսաստանի, բոլշևիկյան Ռուսաստանի հետ։ Ուրեմն սկսվեցին ռազմական գործողություններ, նպատակը մեկն էր Ղարաբեգին էր ղեկավարում հարձակվող զորքերին, դա թուրքական հայտնի գեներալներից մեկն է եւ Հայաստանի պետականության կործանիչ թուրք Փաշան։ Ուրեմն սրանք գործողությունների արդյունքով մի խոսքով Հայաստանի Հանրապետության բանակը բավականին հաջողությամբ սկզբից դիմադրում էր մինչև հոկտեմբերի 30-ը։ Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ մի աննախադեպ դավաճանություն, եւ դա Կարսի առանց գրվի ամրոցի 20 թվականի մասին է խոսքը, հանձնումն էր թուրքերին։
հայկական զորաբանակները չկրվեցին, Բերտապահ զորքը չգրվեց, այնպես ինչպես ուղի նայեցեք Շուշում է տեղ ունեցել, անհասկանալի վիճակով Կարսի ամրոցը հանձնվեց թուրքերին։ Այս պարտությունից հետո ուրեմն Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը խիստ վատացավ։ Չերկարացնեմ, ուրեմն այս պայմաններում Հայաստանը հայտնվել էր առաջին հանրապետության մասին է խոսքը, միջազգային հարաբերությունների մեկուսացման վիճակով եւ հարձակվող քեմալականների ուրեմն կողմից գրվող Ղարաբաղի թուրքական զորամասերն էին, որին օժանդակում էր նյութապես, զինապես եւ այլն բոլշևիկյան Ռուսաստանը, իսկ հայկական զորաբանակների, գրվող զորաբանակների թիկունքում դավաճանական գործողություններ էին կատարում հայ բոլշևիկների առանձին խմբեր, որոնց մեջ են եղել, որոնք ուրեմն օգնում էին թուրքական բանակի հարձակման գործողություններին։ Այդ հրոսակախմբեր էին ստեղծվել բոլշևիկյան հայերից եւ նրանք բանակի թիկունքում կրվներ էին մղում, մի խոսքով դժվարացնելով բանակի պաշտպանությունը։ Դրանց մեջ եղել է Աղասի Խանջյանը, դրանց մեջ եղել է Ղուկաս Ղուկասյան, հիմա եթե դուք գնաք կռիվ, եղել են նաև Պատիկյաններ, Սարուխանյաններ եւ այլն։ Հիմա Գավառում այդպիսի ուրեմն գյուղեր կան այդ բոլշևիկների անունով։ Մի խոսքով, ուրեմն հայկական բանակը Կարսից հետո իր մարդուն հարգությունը կորցրեց մարտական գործողությունների շարունակության պայմաններում։ Դեկտեմբերի 2-ին ես համառոտ եմ ասում այդ գործողությունները, դեկտեմբերի 2-ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի դաշնագիրը մի պարագայով, սա մեր ուրեմն հայկական կողմն էր այդ տերմինն օգտագործում, եւ ռուսական կողմը, իսկ թուրքական կողմը Գյումրիի դաշնագիր, այդպես է կոչվում այդ պայմանագիրը, որը ստորագրվեց ուրեմն Ալեքսանդրապոլում կամ Լենինականում 20 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, մոտավորապես ժամը 1-ին, ամսի 3-ի ժամը 1-ին։ Եվ այսպես, ուրեմն սա Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի դաշնագիրը մեկ թուրքերի հետ, Խատիսյանն էր ղեկավարում այդ պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետության 3-րդ վարչապետը, բայց մինչև այդ Երևանում տեղի են ունեցել հայ-ռուսական բանակցություններ եւ հայ-ռուսական բանակցությունների արդյունքով արդեն 20 թվականի դեկտեմբերի ուրեմն 2-ի 12-ին մինչև ժամը 4-ը երեկոյան 16, այսինքն ստորագրվել էր Երևանի դաշնագիրը կամ դրօ-լեգրամ պայմանագիրը, այդպես էլ կոչվում է դրօ-լեգրամ պայմանագիր, որի ձեռագիրը գոյություն ունի, կարծում եմ հայերենով տեքստը մեկը գտնվում է ազգային արխիվում, իսկ Սիմոն Վերացյանը իր Հայաստանի Հանրապետություն ուրեմն ստվարածավալ հատորի մեջ այդ պայմանագիր կետերով տպագրել է։ Ինչ էր ասում այդ պայմանագիրը, որը հետո դարձավ հայ-ռուսական հարաբերությունների մինչև այսօր ելակետային փաստաթուղթը, որի մասին ռուսական կողմը լռում է, հայկական կողմը բարձր բոլշևիկների ժամանակ կամ կոմունիստների ժամանակ, որի մասին չէր խոսում, որտեղ դա ձեռնտու չէր։ Ուրեմն Հայաստանի կառավարությունը ստորագրեց Երևանի դաշնագիրը, ստորագրող կողմը ասեցի գեներալ դրոներ կամ զորավար դրոներ, իսկ ռուսականը ուրեմն լեգրամն էր։ Ուրեմն այն ժամանակվա Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ բոլշևիկների, որը լիազորված էր Հայաստանի Հանրապետության հետ նոր սոցիալիստական կոչվող Հայաստանի հետ պայմանագիր կնքել։ Պայմանագիրն ունի 8 կետեր, հիշեք, որի երրորդ կետը սահմանում է այն տարածքը, որը ապագայում պետք է կազմեր սովետական Հայաստանը։ Ուրեմն այդ պայմանագրի մեջ հետևյալն է ասում, երրորդ կետի մասին է խոսքը։ Ես բազմաթիվ անգամներ այդ պայմանագրի տեքստը հրապարակել եմ, հատկապես նկատի ունեմ երրորդ հոդվածը, եւ այդ երրորդ հոդվածի մեջ ինչ ասում, ասում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ մտնում է ուրեմն Երևանի նահանգ ամբողջապես, Երևանի նահանգ ամբողջապես, դա ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի մասին է խոսքը, դա նշանակում է այդ նահանգի կազմի մեջ էր ուրեմն Շարուր Նախիջևանը, դրա մեջ էր Սուրմալուն, դրա մեջ էր Մասիսներ եւ այլն։ Ուրեմն եւ այսպես երաշխավորում էր տակ մոտավորապես 45000 կիլոմետր տարածք էր Հայաստանի Հանրապետությունը հօգուտ Թուրքիայի զիջում էր, պարտված որպես կողմ, Կարսը, այսինքն Նախուրյանից դեպի արևմուտք ընկած հատվածը, Կարս, Ամրոց եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այսպես, բայց Հայաստան ուրեմն Ռուսաստանը այդ պայմանագրով, քանի որ պայմանագիրը համաձայնությունը գլուխ էր բերվել, այսպես ասած, երկու կողմերի գործողությունների շնորհիվ, այդ գործողությունների շնորհիվ գործողության մեջ ուրեմն
Ռուսաստանը պայմանավորում էր սովետականի մասին խոսքը, ուրեմն ճանաչել Հայաստանը, ասեցի, կրկնեմ, Երևանի նահանգով, նրա մեջ ասեցի, մնացածը ուրեմն Զանգեզուրի գավառն էր, այսօրվա ինչ որ այդ խոսում են, որ Ելիզավետպոլի նահանգի, դա Կիրովապատնեկան Գանձակը կամ Կյանջը, ամբողջապես, եւ այդպես մի խոսքով դա դիտում էր սովետական Հայաստան։ Բայց իրադարձությունների զարգացումը տավարկալոր արագությամբ առաջ էր շարժվում, եւ հաջորդի թիկունքում Ռուսաստանը հրճակում էր Հայաստանի Հանրապետության դաշնակից։ Հայաստանի Հանրապետության թիկունքում 21 թվականի մարտի 16-ին ստորագրվեց Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ եղբայրության եւ բարեկամության դաշնակիր։ Ասեմ, սա պայմանագիր, այս պայմանագիրը բացառապես վերաբերում է Թուրքիային եւ Ռուսաստանին, բայց դա պայմանավորող կողմերի իմաստով է երկուսին վերաբերում, իսկ ամբողջովին վերաբերում են Հայաստանի Հանրապետության եղած այն օրերի Հայաստանի որպես պետականություն տարածքների բաժանմանը, որին Հայաստանի Հանրապետությունը որպես կողմ սոցիալիստականը չի մասնակցել։ Պատկերացրեք, Հայաստանի Հանրապետության տարածքները բաժանվում են երկու օտար չճանաչված, երկուսն են չճանաչված Կեմալական Թուրքիա եւ բոլշևիկյան Ռուսաստան միմյանց միջեւ, ուրեմն այդ բաժանումը կար եւ այդ ուրեմն այս երկու կողմերը առանց Հայաստանի Հանրապետության մասնակից դարձնելու պայմանագրի հետ, ուրեմն Հայաստանը բաժանեցին իրար միջեւ։ Եվ այդ Հայաստանը նոր Մոսկվայի դաշնակցը ըստ էության այսօր եթե քարտեզին նայեք, դուք տանն ունեք, ուրեմն դա այն քարտեզն է, ինչ որ Ալմատիի քարտեզի առումով վարչապետը ցույց է տալիս երբեմն։ Ուրեմն դա շատ կարևոր բան է, հանգամանք է, դա նկատի ունեցեք։ Ինչքան գիտեմ, այսպես գիտենալու հարց չի, 31,000 քառակուսի կամ 32,000 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է խոսքը, իսկ հիմա 29-ից է դուք դա տեսնում եք, թե ինչպիսի վիճակ է, գրեթե ոչինչ չի փոխվել այդ առումով։ Ուրեմն նոր պայմանագրով ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության համաձայնագրով երկու ուրեմն պետությունները Հայաստանից հօգուտ Ադրբեջանի ուրեմն փոխեցին Նախիջևանի ինքնավարությունը, ուրեմն դա ասեմ հետևյալը, որ եւ Մոսկվայի դաշնակցի երրորդ հոդվածով հատուկ կետով ուրեմն Նախիջևանի պրոտեկտորատն առանձնացվեց, այդպես է կոչում, պրոտեկտորատ, իսկ պրոտեկտորատը դա նշանակում է, որ ինչ որ մեկի տարածք դրվում է մի այլ պետության խնամակալության տակ, պրոտեկտորատը խնամակալություն կոչվում, եւ այստեղ ուրեմն սա այսպես, մի խոսքով Նախիջևանն առաջին անգամ փոխվեց Հայաստանից եւ դրվեց Թուրքիայի Ադրբեջանի տրամադրության տակ որպես խնամակալություն, Ադրբեջանը դա հետո հրճակեց ինքնավար հանրապետություն եւ այլն։ Հիմա տեսեք հարցը ինչու՞մն է։ Եթե դուք սովետական քարտեզը նայեք եւ առասարակ աշխարհի քաղաքական քարտեզները դիտեք, կտեսնեք, որ որևէ պետություն ուրեմն ինքը կոչվում է, կյանքի է գալիս ուրեմն որևէ ժողովրդի ուրեմն բանով դիպլոմատիկ ժողովրդի անունով, ասեք պետք է Նախիջևանի ինքնավար հայկական հանրապետություն, այսինքն տարածքներ դա, կամ Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնավար մարզ, բայց հայկական ինքնավարություններին ադրբեջանական հատվածում եղած մասերի վերաբերյալ շատ ելնեք, ուրեմն ազգային տիտղոս գոյություն չունի, պարզապես աշխարհագրական տարածք է նշվում, Նախիջևանի ինքնավար հանրապետություն, չի ասում որ ժողովրդի, եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ որ ժողովրդի, Ալիչան վրացիների, թուրքերի, չգիտեմ, պարսիկների այդ մասին խոսք չկա։ Ինքնին սա կասկած է առաջացնում։ Ուրեմն եւ այսպես չկարացնեմ Մոսկվայի դաշնագրով մարտի 16-ի, որի մասին շատ է խոսում, որ այսօր էլ գործող դաշնագիր է եւ որը վաղեմության ժամկետ չունի, դա ասեմ, որտեղ տարածված է թե ուրեմն այդ վաղեմության ժամկետ պիտի լրանա, չգիտեմ ինչ հեքիաթներ են, վաղեմության ժամկետ չունեցող այդ պայմանագրով Նախիջևանը փոխվեց Հայաստանի առաջին հանրապետությունից եւ բարձր որ ռուս-թուրքական գործարքի շնորհիվ եւ մեր դաշնակից Ռուսաստանի ջանքերով Մոսկվայում դա նկատի ունեցեք, քանի որ ուրեմն պայմանագիրը շատ արտառոց էր, խոսքը վերաբերվում էր երկու օտար զավթիչ պետությունների միջամտությանը Հայաստանի տարածքի գրաման առումով, որն պետք էր մի պայմանագիր նոր լրացուցիչ, որը Մոսկվայի դաշնակիրը հայկական կողմի վզին կփաթաթեր։ Եվ ահա, ուրեմն ռուս-թուրքական տանդեմը, ուրեմն քայլեր արեց եւ այդ պայմանագիրը խորինեց Կարսում նոր ուրեմն իրականության մեջ իբրև թե
գրեթե առանց փոփոխության, պայմանագիրը գրեթե ոչինչ Մոսկվայի դաշնագրով ոչինչ չի փոխվել եւ ստորագրվեց Թուրքիայի եւ Անդրկովկասյան, այսպես կոչված հանրապետությունների միջև պայմանագիր Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ երեքը մի կողմից գումարած դրան, որի ուրեմն խավորը, այդպես ասեմ, ինչպես որ ուրեմն 20 թվականի մարտի 9-ի փաստաթուղթներ, որի խավորը Պուտինն էր, Ռուսաստանը, որպես երաշխավոր, հանդես էր գալիս Ռուսաստանը իդեմս Դոնեցկի կոչված բոլշևիկի, որը ուրեմն մասնակցում էր Կարսի պայմանագրին եւ երաշխավորում էր Կարսի դաշնագրի ամբողջականություն։ Սա շատ կարևոր բան է, նայեցեք։ Ուրեմն եւ ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հետեւյալը. ուրեմն Հայաստանի Հանրապետությունը, քանի որ Մոսկվայի դաշնագրի հետ ոչ մասնագիծ էր եւ կա իրականում, այսպես կոչված իմպերիալիստական օտարպետության տարածքները բաժանելու մասին մի հաշտության պայմանագիր էր, հաշտությունը իհարկե ուզած-չուզածի մասին է խոսքը, պարտադրված եւ հայկական կողմի վրա իրավական իմաստով չէր տարածում, որտեղ հայկական կողմը նախ բողոքել էր, երկրորդը չէր մասնակցել Մոսկվայի դաշնագրի ստեղծմանը, ստորագրմանը եւ այլն, եւ նա կարևորը, ուրեմն մարտի 16-ի պայմանագրի շրջանում Հայաստանում տեղի էր ունեցել փետրվարյան հեղափոխությունը որպես ընդվզում բողոք ռուս-թուրքական գործարքի եւ անհամաձայնության։ Ուրեմն այս բոլորը որպեսի օրինական տեսք ստանա, մտածել են նաեւ հարյուրավոր տարիներ հետո, ինչպես մեր պարագայում է, որպեսի Հայաստանը տեղ չունենա բողոքելու, ուրեմն վստահեցին եւ մարտի 13-ին արդեն Թուրքիային հանձնված հոկտեմբերի 13-ին պայմանագիրը պարտադիր կերպով, այսպես ասեմ, փաթաթեցին մեր վզին, չերկարացնեմ, էլի ժողովրդական խոսքով ասած, եւ ոչինչ չփոխվեց այդ պայմանագրից։ Եվ հիմա ինչի եմ սա ասում։ Սա ասում եմ նրա համար, որ իմանաք, որ ուրեմն այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ըստ էության կրկնում է 21 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի դաշնագրի ուղղակի գործադրումը 30,000, այդպես ասենք 30,000 քառակուսի կիլոմետր, ոչ ավելի ոչ պակաս։ Ուրեմն սա շատ կարևոր է իմանալու համար, մենք պետք է իմանանք, որ ըստ էության ինչ կատարվեց Արցախյան շարժման ժամանակ։ Կատարվեց հետևյալը. Արցախյան հարցի առաջացման մասին ես ձեզ ասել եմ, ֆրցրեցին, Արցախյան շարժումը սկսվեց, ուրեմն սկզբից Ռուսաստանի թուլության պայմաններում, հետո Ռուսաստանի կողմից մանիպուլացիոն կառավարման ճանապարհով, մինչև ուրեմն 2020 թվական 44-օրյա պատերազմ եւ փաստորեն Հայաստանը, որ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքով փորձում էր Ադրբեջանի հետ առնչություն չունեցող իր աշխարհագրական տարածքով միանալ Հայաստանի առաջին հանրապետությանը, ըստ էության չհանդուրժեցին եւ վերադարձրեցին Ադրբեջանին, այսինքն կոնկրետ ասենք, գործողության մեջ դրեցին ուղիղ իմաստով, ուրեմն 100 եւ ավելի տարի առաջ կնքված Կարսի դաշնագրի կետերը, ավելին ասեմ, ուրեմն 21 թվականի մարտի 16-ի պայմանագրի կետերը, որոնց պայմանագրի ստորագրմանը Հայաստանը որևէ առնչություն չէր ունեցել։ Այս հանգամանքը պետք է նկատի ունենանք։ Ինչի համար եմ ասում, որովհետև այդ հանգամանքը բերեց ցանկեցրեց այն վիճակին, ինչ որ կա։ Հիմա դրա համար եմ ասում, ես ուզում եմ երկու դրվագ ասել դրա մեջ։ Երբ որ հայերին խրախուսել էր պետք, Արցախահայերին առաջինը եւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհի հայերին խրախուսել էր պետք եւ Ադրբեջանի հետ պատերազմը թեժացնել Ռուսաստանի շահերի տեսակետից, հիշեք, Պուտինը ունի մի ելույթ, երբ նա բարձ ձևով միջազգային իրանքն է բացատրում, ասում է, որ շատ բան տեղի չունեցել, քան այն, որ իր խոսքերն են, Պուտինի մասին է խոսքը, որ Արցախի հայկական հատվածը, հայությունը ռեալիզացրել է իր ինքնորոշման իրավունքը եւ փորձել է դուրս գալ Ադրբեջանի տիրակալությունից։ Սա այն շրջանն էր, երբ Ռուսաստանը ինքնև թե պրոհայկական քաղաքականություն էր վարում, մինչդեռ կոնֆլիկտի կառավարման իմաստով այն ժամանակ նա հովանավորում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բայց անցան տարիներ, ժամանակներ եւ ես ենթադրում եմ հետազոտողների մեծ մասը այդ կարծիքին է, որ 2001-2 թվականներից Ռուսաստանի տեսակետը փոխվեց ուրեմն Արցախի հարցի վերաբերյալ եւ Պուտինյան Ռուսաստանը որոշեց, որ Արցախը բավական է թափառի հակա-ադրբեջանական իրենց հասկացածով ուրեմն տիրույթում եւ ուրեմն պետք է վերադառնա ուրեմն Ադրբեջանի
կառուցվածք եւ հիշում եք, ովքեր որ հիշում են հաստատ կհիշեն, այն ժամանակից 2-3 թվականներից ուրեմն սկսվեց Ադրբեջանի ռուսական վերազինումը, 5 միլիարդ դոլար եւ ավելի զենք, գուցե շատ բաներ, որոնք հրապարակվել են, եւ այսպես Հայաստանի հանդեպ կար մեղադրանք զենքի չմատակարարում, եւ այսպես նաեւ Հայաստանի իշխանություններին ներքին իմաստով թույլ չտալ ճանաչել Արցախի հանրապետությունը որպես կամ ինքնավար կամ միացնել, դաշնակիցն այդպես էր պահանջում, բայց արտաքնապես մեղադրել, որ եթե Հայաստանը չի ճանաչել, բայց ով պետք է ճանաչի։ Մի ձեռքով թույլ չեք տալիս, հասկացնում եք, որ հանկարծ չճանաչեք, իսկ երկրորդ բaragայով, ուրեմն երբ որ պետք է լինում, երեսով եք տալիս, որ դուք ինչու չեք ճանաչել, մենք ինչ անենք։ Սա դիվանագիտության մեջ Մաքիավելյան քաղաքականություն փայլան օրինակ է, եւ Ռուսաստանի բaragայով Հայաստանի հետ չափազանց հաճախ հանդիպող գործնեության ծեր։ Մի խոսքով, ահա եւ հիշեցնեմ հիմա Պուտինի երկրորդ արտահայտությունը։ Դրանից մի ասենք 2001-2 թվականներից առաջ նա ասում էր, այո, Արցախի ժողովուրդը նայեք Facebook-ում անգամ նյութերը կան, ինձ ոչինչ չեմ ավելացնում, որ Արցախի հայությունը իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, իսկ ուրեմն 44 օրյա պատերազմից հետո, եթե դուք ուշադիր եք եղել, մինչև 23 թվականի Արցախի ժողովրդի ուրեմն մեր հայության գալատամորը ռուսները փորձագետներով ասած վերանները ջուր առած, որը մեկը չի խորհրդում ինքնորոշման իրավունքի մասին, այլ սկսում է խոսել բացառապես տարածքային ամբողջականության մասին։ Ուրեմն, այսինքն այս նշանակում է, որ եթե ուժեղ ես, միջազգային իրավունքը մեկնաբանում ես այնպես, ինչպես քո տրամադրությունը շահերը պահանջում են։ Եթե քեզ պետք է որ հայությունը Ադրբեջանի դեմ պատերազմի տևականորեն եւ Ադրբեջանը գրոհի հայկական դիրքեր, դա ձևակերպում է միջազգային իրավունքի մի հրաշալի սկզբունքով, որը կոչվում է ազգերի ինքնորոշման իրավունք, իսկ երբ որ այդ հարցը փակվում է, Ադրբեջանից ստացել ես կամ ստանալու ակնկալում ես ստանալ այն, ինչ որ է, եւ վերադառնում ես Երման դիրքին եւ այդ ժամանակ խոսում ես միայն տարածքային ամբողջականության անխախտելիության մասին, այդ ավելին ասել։ Արցախի բaragայում խոսում ես արդեն ինքնորոշման իրավունքի մասին, ժխտում ես Արցախահայության ինքնորոշման իրավունքը, չնայած այս վերջերս սկսել են ակամա բերանների տակից կամաց դուրս տալ ինքնորոշման իրավունքի մասին, ուրեմն բայց ղարիմի ինքնորոշման իրավունքով միացնում ես ուրեմն Ռուսաստանին, Դոնբաս ինքնորոշման իրավունքով միացնում ես, եւ այստեղ հակասություն չես տեսնում, խոսքով, հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Եվ ահա Պուտինը հայտարարում է 44 օրյա մեր պատերազմությունից հետո, որ որևէ բան տեղի չունեցել, Արցախ Ադրբեջանի տարածք է, եղել է դա ու պիտի մնա դա որպես Ադրբեջանի ամբողջական մաս։ Այսինքն ինչ է ստացվում, հեռանկար։ Հիմա մենք այս կարող ենք երկար բարակ այս մեկնաբանել, բայց դրա կարիքը չկա, ուղղակի պատմական հեռանկարի տեսանկյունից դուք նայեք ինչ է կատարվում։ Ուրեմն եթե ձեզ պետք է հեռահեռել Ադրբեջանի դեմ հայկական գործոնը հանել, նրա հետ ինչ-որ հարցեր լուծելու համար, ուրեմն խրախուսում ես Կարսի Տաշնագրի, որը ինքդ ես հղացել, ուրեմն խախտում այն իմաստով, որ այո, իհարկե Կարսի Տաշնագրի մեջ Նախիջևանը, ուրեմն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Փորձում ես դա խախտել եւ ուրեմն իսկ հետո վերջում առանց անունը տալու ասում ես, որ գիտեք ինչ կա, այստեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է եւ վերջ։ Ուրեմն այսպես եղավ ինչ է լինում, այսինքն երկու հակասող իրար հետ թվացել հակասող սկզբունքներ հակադրում ես իրար, հարցը փակում ես։ Ուրեմն սա եւ ասեցի կրկնում եմ եւ հայկական ցանկացած նոր ձևավորող իշխանության արգելում ես, որտեղ ուժը պատում է, մեկ երկրորդն է մարիոնետ իշխանություններ են, արգելում ես ճանաչել Արցախի հանրապետությունը եւ դրանում ես փաստը պահում ես, հենց որ ճանաչման հարցերը գալիս են, հետո ասում ես, պատասխանում եք դուք չեք ճանաչել, եթե դուք չեք ճանաչել, ելով պետք է ճանաչի, այլ դաշնակից ընտիր է, չէ՞։ Ուրեմն այսպես Ռուսաստան լինում է միայն այդպիսի մի դաշնակից։ Հարցը փակվեց եւ Ռուսաստանը մնաց Մոսկվայի ուրեմն մարտի 16-ի, իսկ ավելի կոնկրետացված 21 թվականի Կարսի 13 հոկտեմբերի 13-ի պայմանագրի շրջանակներում եւ ուրիշ ոչինչ։ Այդ իմաստով արդեն Ռուսաստանը ոչինչ չի խախտել։ Իր երկնաց ուրեմն Հայաստանի հոշոտման պայմանագրի օրինականացումից հետո Սևական եւ այլն ասեցի դա 21 Կարսի Տաշնագիրն է, դուք հետեւողական մինչեւ մի բարեկամ հայ ժողովրդի հանդեպ ուրեմն կիրառում եք ուրեմն զսպաշապիկի այդ մեխանիզմը եւ թույլ չեք տալիս որ ինքնորոշման իրավունքից հայությունն օգտվի, եկեք
հազար մի հեքիաթ ստեղծելով եւ փորձելով բարեկամ մնալ։ Հիմա նույնն են անում, երբ փորձում են նորից խոսել ինքնորոշման իրավունքից, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից, խոսքը ռուսների մասին է, մյուսների մասին չի։ Ուրեմն այսպես, ես ինչ եմ ուզում ասել, եթե չերկարացնեմ, ասեմ բարեկամներ, ինչ եմ ուզում ասել, մեզ անգիտությունը, տգիտությունը կներեք բարերի համար, շատ սուղ են ասել քաղաքագիտական առումով մեր տգիտությունը, օտարի վրա հույս տնելը եւ պայմանագրային ուրեմն խալդավանքների այդ ելևեժներին չտիրապետելը, հավատալը ինչ-որ օտար ուժի, որևէ ուժի, ուրեմն դերել կանգնեցրել է մի աղետի առաջ, ինչի մասնագետը եւ մեր ականատեսը մենք տեսանք։ Դրա համար արդեն առաջարկս ինչ է։ Հայաստանի նոր իշխանությունները դիմատիր, բացված ռևանշիստները, որոնց նպատակը Հայաստանը վերադարձնելն է ռուսական տիրույթի շրջանակներ, դա էլ կասեմ գուբերնիաներն է սխալ, դա ֆիկցիա է, գուբերնիա չի լինելու, ընդհանրապես ոչինչ չի լինելու է ենթադրեք վերադարձ, ասենք ռայոնական անունը, ասենք Երևանի շրջան, չգիտեմ Ալեքսանդրապոլի, ուրեմն քաղաքային համայնք եւ այլն։ Հայկական բառ ոչինչ չի լինելու, որտեղ ռուսկի միրը դա չի ենթադրում։ Իսկ Ռուսաստանն այսօր փորձում է վերականգնել ռուսկի միրը, ուրիշ ոչինչ։ Իսկ ռուսկի միրը թշնամի է արմյանսկի միրին։ Չի կարող ռուսկի միրի մեջ լինել արմյանսկի միր։ Եվ այլն։ Տուրեցկի կարող է լինել, թե չէ։ Դժվար է ասել ինչու։ Դա հնարավոր բան է, եթե Ադրբեջանին թիկուն կանգնի Թուրքիան այդ պայմաններում, ինք ուզի ուժային բալանսի տեսակետից կարող է եւ զիջի։ Բայց քանի որ Հայաստանի ուժային բալանսը այդպեսին չի, ուրեմն դա բացառված է հայության համար եւ հերթական հաճույքն է լինելու հերթական բանը։ Եթե իհարկե լինի, վստահ եմ որ չի լինելու։ Ուրեմն ես ուզում եմ ասել, որ պետք է ուշադիր միջազգային իրավունք սովորել անպայմանորեն, կարդալ դրանք անպայմանորեն եւ նաեւ Հայաստանի 3 այսպես կոչված նախագահների աչքնացնել։ 3-ն էլ իմացել եք առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանը, որ Ալմատի դաշնակիրը, այն դաշնակիրը թե ինչ համաձայնություն, որ ցույց են տալիս Ալմատին, ուրեմն ուղղակիորեն կրկնում է 21 թվականի Կարսի դաշնակիրի հոդվածները եւ Հայաստանի Հանրապետությունը այնքան է Ալմատի փաստաթղթում, ուրեմն ինչքան է Կարսի դաշնակիրի ուրեմն հոդվածներում, ոչ ավել ոչ պակաս, որտեղ ոչ Արցախ կա եւ ոչ Նախիջևան կա։ 3 նախագահներն վստահաբար անգիր իմացել են։ Մնացածը բլեֆ է։ Այդ նշանակում է 3 նախագահներն հանդես են եկել Ռուսաստանի մանիպուլյացիոն շահերի տեսակետից եւ Ռուսաստանի շահերն են սպասարկել, որտեղ Ռուսաստանին պետք էր ժամանակին այսօր Կովկասն ապակայունացնել Արցախի հարցով եւ խրախուսեց հայկական ուրեմն ապստամբական շարժում, որը շատ արդար էր, ասեց Արցախի հարցի նման արդար հարց աշխարհում գոյություն չունի։ Ապստամբեցնել տվեց, որից հետո քցեց, խաբեց եւ դավաճանեց, իսկ եթե մենք տեղյակ չէինք, անձամբ ես եւ միջավայրում չենք իմացել ինչ Ալմատի այդ փաստաթուղթը, որ հիմա ցույց են տալիս, այսօր ցույց են տալիս, իսկ այդ բառացիորեն կարող եք սանտիմետր ու միլիմետր վերցնել եւ չափեք։ Ուրեմն Ալմատի փաստաթղթով Հայաստանի տարածքը ուղիղ կրկնում է 21 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի դաշնակիրի կետերը, որը բխում է 21 թվականի Մոսկվայի հակահայկական, հակահայաստան ուրեմն դաշնակիրից, ուրիշ ոչինչ։ Հասկանում եք ոնց ասած, երկու պայմանագիրներ կարող եք վերցնել, այդ երկու եւ Մոսկվայի դաշնակիր եւ նրա ապօրինի զավակ, ապօրինի ծնունդ, որ Կարսի դաշնակիրը բառացիորեն հակահայաստան են, որովհետեւ հիմա ամփոփիչ եմ ասում, որ ուրեմն գլուխները չցավեցնեմ։ Ուրեմն ամփոփիչ այսօրվա ելույթը չեմ անհրաժեշտում։ Ուրեմն այդ այստեղ դաշնագրերի կամ դաշնագրի ուրեմն խոսքը բացառապես Հայաստանի առաջին հանրապետության տարածքների բաժանման մասին է, մեկ բաժանման բացառապես Հայաստանի հանրապետության, որտեղ մենք ոչ Վրաստանից ենք միտիսողը ստացել հայկական, ոչ էլ Ադրբեջանից միտիսող ենք ստացել, այսինքն այն Ադրբեջանից, որը այդ օրերին նոր ձևավորվում էր որպես ուրեմն մի առանձին մահմետական պետություն, ընդ որում ադրբեջանական էթնոսի մասին խոսք անգամ չկար։ Խոսքը դուք գիտեք ադրբեջանցի էթնոսի մասին սկսել են խոսել ԽՍՀՄ առաջին սահմանադրությունով, բանով 36 թվականի Ստալինյան կոչված սահմանադրությունով։ Դրանից առաջ էթնոսի իմաստով Ադրբեջան չի եղել, այն եղել է Ադրբեջանի ուղղակիորեն Ադրբեջանի հանրապետություն որպես տարածք, որը ատորոպատեն, ատրպատական եւ այլն այդ բաները կարծում եմ գիտեք։ Ընդ որում Ադրբեջանի մասին որպես տարածքի, այս հյուսիսայինի մասին առաջին անգամ հիշեք խոսք է եղել
18 թվականի Տրապիզոնի հաշտյան դաշնակերին ինչքան հիշում եմ Վեհիբ Փաշան է առաջին անգամ ասել, որ Կովկասում ստեղծվելու է Ադրբեջանի պետականություն, բայց այդ ժամանակ էթնոսի մասին չի խոսք եղել, ոչ էլ էթնոսի մասին, ժողովրդի մասին խոսք չկար, տարածքի մասին էր։ Այսպես ուրեմն այս մանիպուլյացիա մնացածն մանիպուլյացիաներ են, իսկ մնացած ասեցի, հիմա ինչ կատարվեց։ Առաջինը Հայաստանի առաջին հանրապետությունը տրոցվեց, հոշոտվեց։ Ադրբեջանը ստացավ ինչ։ Արցախը ընդհանրապես Լեռնային շրջանառվեց, Լեռնային Ղարաբաղ, Դաշտայինի մասին խոսք չկա, այսինքն տեսեք, եթե կա Լեռնային Ղարաբաղ, կա նաև ուրեմն Դաշտային Ղարաբաղ, ուրեմն այդ Ղարաբաղի մասին խոսք չկա Դաշտայինի, ում է, ինչու եւ այլն, գոյություն չունի։ Ուրեմն բարձր չէ, ինչ ասել։ Ուրեմն ընդ որում Չիչերին նամակում գրում է, որ Լենինին, ուրեմն դա 20 թվականի հունիսի կարծեմ 28-ին է, որ ասում է Լեռնային Ղարաբաղի պատկանելիության մասին խոսք չկարող լինել, որովհետեւ դա Հայաստանն է, հայ ժողովրդինն է։ Այդ նամակի մասին երևի որ խոսում չնայած արդեն այս մասերը խոսել անիմաստ է, բայց իմանալու համար եմ ասում։ Ուրեմն Թուրքիան ստացավ արդեն ոչ միայն Արևմտյան Հայաստանը դաշնակցի իմաստով, այլ նաև կենտրոնական Հայաստանը կամ Արևելյան Հայաստանի մի զգալի մասը։ Եթե ուզում եք իմանալ, Կարսի նահանգը պատմական վանանդ է, այդքան հեռու բան չի, դա կենտրոնական Հայաստանն է, դուք գիտեք Կարսում եղել է նաև Կարսի ուրեմն թագավորություն, իշխանապետություն եւ այլն։ Ուրեմն այս բոլորը տրվեց ուրեմն Թուրքիային։ Կարևորը սա ուրեմն Վրաստանին ինչ որ մնաց, ուրեմն Ադրբեջանին է տրվեց նաև Շարուլ Նախիջևանը, որ որևէ առնչություն չուներ որպես Ադրբեջան պետության։ Ռուսները որպեսի հաստատեն այսպեսին էր, որ Ջոնագիծային նամակներում այդ մասը շատ կա, որ Ռուսաստան անպայման ցամաքային ճամփա պիտի ունենա Թուրքիայի հետ, եւ դա այսպես կոչված, կներեք այսօրվա իմաստով, այսպես կոչված Մեղրի միջանցն է։ Սյունետ թվականներին Ռուսաստանը ցկտում է Թուրքիայի հետ ունենալ մի սահման, որը կրկնում է այսօրվա Մեղրու միջանցք է ասում, այսպես կոչված, որտեղ դա Մեղրու միջանցք է բան։ Հիմա ուզում եմ ասեմ, որ բարեկամները հա թե մենք ինչ արհավիրքի դեմ ենք 1000 տարի, 100 տարի կռում, ովքեր որ գիտեն, ովքեր որ չգիտեն, չեկիստներ, կագեբեշնիկներ, մինչև հիմա խոսում են եւ արդեն ուրեմն դիֆերամներ են բանանում այդ ուրեմն Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի մասին կամ ամսի 9-ի նոյեմբերի 9-ի համաձայնության մասին հակադրելով Թրամփի ուղին բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, իսկ մնացածը բխում է Ռուսաստանի, Ադրբեջանի շահերից։ Եվ նրանք, ովքեր Հայաստանում կանգնած են այն տեսակետի վրա, պաշտպանում են ռուսական շահեր Հայաստանի դեմ։ Ուրեմն սա հստակ է։ Այսինքն տեսեք, ես պայմանագրերի վերջության վրա եմ ասում, իզից ոչինչ չեմ ավելացնում եւ այլն։ Ուզում եմ ասել այսպես։ Հիմա քաղաքական իմաստով մի բան ասեմ, բարեկամներ։ Ուրեմն քաղաքականությունը ինչ են ասում, ես ամեն բան մեկի խաղալիք չի, դա բարդ քաղաքական արվեստ է առաջինը, երկրորդը շատ բարձր գիտելիք է արվեստ է եւ պատմագիտության խոր իմացության կարիք ունի։ Իսկ ասեմ որ ինչու է հայ դիվանագիտությունը շատ հաճախ դոկում տեղում, որովհետեւ ուրեմն հայ դիվանագետների 95%-ից ավելին եւ պատմաբանների 90%-ը գիտի Հայաստանի պատմությունը ռուսական տեսանկյունով, որը Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի։ Պատկերացնում եք, նա չգիտի, մենք չնեղանանք, ազգաբնակչության հիմնական մասը այսօր չգիտի, թե ազգային պետական շահը որն է եւ Ռուսաստանի ազգային պետական շահը որն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության եւ հաջորդի պետական շահը տասնամյակներ, հարյուրամյակներ նույնականացվել է ռուսական հետնախորշի շահերի հետ, այսինքն դրա համար է ծնվել է Ֆորպոստի գաղափարը, այսինքն դա մի ապրանք է, որը Ֆորպոստի իմաստով կարող են ծախել, գնել եւ այլն։ Դա Հայաստանի մասին է խոսքը։ Ասելիքիս իմաստը ինչ որ եղել է, ուրեմն իմացեք, որ ուրեմն այդ կերպ չի կարող պահանջում է որ լավ իմացվի հայկական կողմը հատկապես քանի որ թույլ է միջազգային հարաբերությունների պատմությունը լավ պիտի իմանա որպես գիտելիք եւ դա պիտի իմանա ոչ թե Ռուսաստանի շահերի տեսանկյունից այլ պիտի իմանա նկատի ունեցել Հայաստանի եւ հաջորդի շահերի տեսանկյունից դրանք խիստ տարբեր բաներ են ուրեմն տեսեք եւ տարօրինակ մի բան ասեմ դուք չզարմացաք ինչ կատարվեց այս երկու օրը մենք ինչ ենք ասել մենք ուզում ենք նոր Հայաստան հայ ժողովուրդը մի պրոգրեսիվ մաս ուզում է նոր Հայաստան բան կա մեջ ինչ կա նոր Հայաստան բարձրում է մեկ է տեսնում եք պրիպատկայա կապնում հաջորդի խոշորագույն բարեկամ Զատուլինը եւ ասում է որ հայ ուրեմն նոր Հայաստանը չի բխում հաջորդի շահերից դա քո ինչ գործն է դու ես առաջինն էսպես Զատուլինով է որ սահմանում է Հայաստանի Հանրապետության շահերը
Եթե հայկական կողմը գտնում է, որ հայերը գտնում են, որ իրենց ազգային շահից բխում է ստեղծել նոր Հայաստան, Սատուրին ինչու է իրար խառնվում, ասում է, նոր Հայաստանը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Ինչու՞։ Գիտեք ինչու, որովհետև նոր Հայաստանը բացում է այս պայմանագրերի բոլոր խարդախ կողմերը, եւ դուք տեսնում եք, որ այդ կառամորթով գայլը փաթաթված է, որ դարերով շարունակ ցնվում է այն ուրեմն կաթից, որը իր համար չի, որը ինքը օգտագործում եւ այլն։ Ուրեմն այսպես, սա ասեմ, որ իմանաք։ Մեծ հաշվով ինչ կատարվեց։ Կատարվեց Հայաստանի բաժանում եւ այսօր ունենք այն, հիշեք, ինչ որ ունենք, որպես այս անով, որի արևելյան սահմանները դեռևս Ռուսաստան չի ճանաչել, բայց Երևանի նահանգը, երբ որ նա ստորագրել է դեկտեմբերի 2-ին Զանգեզուրի, ասում է գավառը Ելիզավետ, դա շատ կոնկրետ քարտեզի վրա ամրագրված է։ Ցարական, ուրեմն պետության կառուցվածքի մեջ եղավ Զանգեզուրի նահանգը կոնկրետ գյուղ առ գյուղ ես ունեմ, քաղաք ունի, եւ դա ռուսներն իրենք են տվել ժամանակին։ Այդ ոնց չու իրենք չգիտեն, որտեղ պայմանագրի մեջ ուրեմն ակաժների տողարել։ Ռուսաստանը երբեք հաջորդ այդ կնկած ստորագրել, որևէ պայմանագիր չի կատարել։ Խապել է եւ այլն եւ այլն։ Հիշում եք բեպոն, խապում ես, խաբում ես ու խաբում ես։ Ուրեմն մենք էլ միամիտ լինելու իրավունք չունենք։ Այս բոլորը գումարացանած, ուրեմն այդ բոլորը ուղղված է նաեւ Սևրի դաշնագրի դեմ Հայաստանը հոշոտվեց, թուլացվեց այն թվականներին եւ այս անգամ Պուտինը ըստ էության Ադրբեջանի ձեռքով ջախջախեց հայկական պոտենցիալը, որովհետեւ մենք Անդրկովկասում չունենանք ուժ, որ հանկարծ որևէ մեկին չներկայացնենք։ Իսկ այն պետությունները, որ ժողովուրդները, ովքեր չունեն ուժ, ոչ միայն չեն կարող պահանջ ներկայացնել, այլ նաև իրենց համար միջազգային իրավունքով նախատեսված նորմատիվներից օգտվել չեն կարող։ Ունես ուժ, օգտվես օրենքից։ Չունես ուժ, չես օգտվել օրենքից եւ վերջացավ։ Այս նույն բանն է, որ այսպես ասեմ, հա, յուրաքանչյուրի թիմագրվանում ընդհանրեն կա $100, դոլար ասեմ, հեշտ է, որ մտնում եք City-ներ Երևանում, այդ հրաշալի խանութներն եք մտնում, ձեզ պետք է որևէ ապրանք, որի գինը $200 է։ Դուք ձեր ճեղերքը $200 ապրանքը չեք ունենա։ Հիմա կա թե չկա, ապրանքը կա, բայց դուք այդ փողը չունեք։ Այսինքն միջազգային իրավունքը կա, բայց դուք այդ ուժը չունեք, որ օգտվեք։ Եթե հաջորդող ուժը կուտակեր, իհարկե օգտվելու է ինքնորոշման իրավունք։ Իսկ այսօր քանի որ չունեք, տեսեք բոլորը պապանձվել են միջազգային իրավունքի հավասար իրավական նորմը, ինչպես տարածքային ամբողջականությունը, իր բացատրում ես ժողովրդների ինքնորոշման իրավունքը, չունես ուժ, ինքնորոշման իրավունքը քեզ չի հասնում։ Դա նշանակում է, որ որովհետեւ 100 տարի հետո օգտվես միջազգային իրավունքից, այսօրվանից պետք է ուժ կուտակես, մնացածը պատրանք է, սուտ է եւ այլն։ Եվ նաեւ հերթական ճգնաժամի ժամանակ առատ հայկական արյուն թափելու, ինչպես որ եղել է, պատրաստակամություն է, որից հայությունը պիտի հրաժարվի, ինքը պետք է աշխատի, գնահատել իր արյունը եւ չդառնալ որը մեկի խարտավանքի զոհը, իսկ 200 տարին ապացուցեց, որ հայ ժողովուրդը հիմնականում ռուսական խարտավանքի զոհն է, ինչի պատճառով, իհարկե թուրքական գործոնի արկերությամբ, իհարկե նաև միջազգային իրավունքը հասկանալու դժվարության առումով։ Այս բոլորը հասկանալը շատ դժվար է։ Դրա համար ինչ եմ ասում, խոսքս վերջացնեմ սրանով։ Առաջիկայում ազգային ժողովի ընտրությունները, եթե նորից ընտրությունները պիտի լինեն ամբողջավարությամբ, ինչ որ մեկ, որը $1000 Հայաստանում ներդրում է արել եւ դրա փոխարեն ուզում է, որ պետական կարգը փոխել եւ այլն։ Եվ այս նման բաներ, եթե մենք գնալու ենք այդ ճանապարհով, ինչ որ եղել է, իմացեք, որ մենք վերջացած ենք, որովհետեւ մեր տարածքը եւ մեր ժողովրդի քանակը որակ այլև սպառարար չի, որպես պետական ժողովուրդ կյանք շարունակելու համար։ Ես դες հատուկ դա զգուշացնում եմ։ Քրիստոնյա ժողովրդավարական գուսացում դες հատուկ զգուշացնում է։ Եթե կրկնվելու է նախկինը, ախպերը, քուրը, այն բենզոկալոնկի աշխատողին, այն մախտարը, ոչ մախտարը, ինչ որ եղել է, այն կլանը, այն ինչը, որոնք ոչ մեկը կուշ չեն, կուսականություններն են ստուգել եք։ Ուրեմն մնացեք, որ մենք այլևս ռեսուրս չունենք, որովհետեւ կարողանանք հերթական անգամ տարածք անցնելով, ուրեմն կարողանանք ապրենք մնանք։ Դա բացառված է։ Գուսանք, որ այդպես չի լինելու եւ հաջորդես անգամ կդրսեւորի ողջախոհություն եւ հեղափոխություն կշարունակի այն իմաստով, որ պետական իշխանությունը չի թողի, որ անցնի նախկինների, որոնք այսօրվա ներկաներն են, որոնք
օգտագործված ռուսական հնոտիներն են սրանց ձեռքը։ Մնացածը մեր գործն է եւ այլն, բայց իմ ասելիք էս է։ Սարատնովան էր ասում, չէ, գիրք սիրե, ղալամ սիրե, յար սիրե։ Ես ձեզ ասում եմ, գիտելիք ունեցեք, իրավունքը ճանաչեք եւ աշխատեք այդ բոլորը ծառայեցնել Հայաստանի շահերին։ Ձեր փոխարեն ոչ մեկը Հայաստանի շահերը չի ձևակերպել, հիշեք, Զատուլինի։ Նոր Հայաստանն ասում է ծերնդուչին, հայ ժողովրդին։ Ես էլ ասում եմ, որ Ռուսաստանի գոյությունը այսօր ծերնդուչի ռուս ժողովրդին։ Թողեք այդ պետություն լուծարեք, վերջացրեք, ինչ եք ուզում։ Ստեսու ձեզ։